Սիրելի եղբայրներ, ավասիկ ասնենք Հովաննու ավետարանի մեր սերտողության վերջին գլուխը 21 եւ այս վերջին գլուխն է որ պիտի սերտենք Հովաննու ավետարանին։ Ուրեմն ինչպես անցյալ անգամ տեսանք 20-րդ գլխում մեջ Հիսուս հարություն արած եկավ հանդիպեցավ իր աշակերտներուն եւ այդտեղ ընդունեցին, տեսան, հասկացան, հավատացին, որ Հիսուս իսկապես հարյավ իմերելոց։ Հիմա 21-րդ գլխում մեջ կտեսնանք շարունակությունը։ Եվ այստեղ արդեն պիտի տեսնենք Հիսուս Քրիստոսի հարուցյալ կյանքեն հետո ինչ կվադայի աշակերտներուն։ Քանի որ նպատակը միայն Հիսուսի հարությունը չէր, այլ հարութենեն հետո Հիսուսի ծառայությունը, Հիսուսի առաքելությունը շարունակվելն էր։ Ուրեմն 22 գլխում մեջ կտեսնենք գրված է ասկե հետո Հիսուս նորեն ինքզինք իր աշակերտներուն հայտնեց Դիպերիայի ծովուն եզերքը։ Նպատակը Հիսուս ինքզինք հայտնելն էր իր հարուցյալ զորությունը, հայտնել իր աշակերտներուն։ Նպատակը այս էր։ Եվ ավասիկ ասկե հետո որ գսե ուրեմն 20-րդ գլուխեն հետո 21-րդ գլուխը գսե ասկե հետո ուրեմն Հիսուս հայտնվեցավ։ Քանի անգամներ Հիսուս հայտնվեցավ աշակերտներուն, արդեն այս անգամ բիդելա երրորդ անգամ, երբ ինք բոլորին հետ միասին հայտնվեցավ։ Եվ այստեղ կարևոր է։ Եվ այստեղ պիտի տեսնենք այս պատմության մեջ մեմը եւս հրաշք։ Եվ եթե կհաշվենք ավետարան Հովաննու հրաշքները, 7 հրաշքներ կան։ Այս 8-րդն է։ Ուրեմն նաև այստեղ խորհրդանիշ է 7 հրաշքները կներկայացնե կատարելությունը Հիսուս Քրիստոսի 5 դագարանի, նոր դագարանի աստվածային առաքելության վրա, որ Հիսուս Քրիստոս կատարեց։ 8-րդ այս հրաշքը նոր ուխտի հրաշքի առաջինն է, երբ Հիսուս հարություն արած կվերաթարնա եւ գուկա իր աշակերտներուն եւ մի քանի հրաշքներ կան այս մեծ հրաշքին մեջ, որ պիտի փորձենք սերդել իրար հետ։ Ուրեմն գսենախ այսպես հայտնեց, մեկտեղ էին Սիմոն Պետրոս, Թովմաս Եկվորյակ կոչվածը եւ Նաթանայել, որ Գալիլեայի Կանա քաղաքեն էր, եւ ուրեմն Զեբեդոսի որդիները եւ անոր հետ ուրիշ երկու աշակերտներ։ Այստեղ եթե կնշմարեք դրված է անունը Պետրոսի, Թոմասի, Նաթանայելի եւ ոչ մյուսներուն եւ ոչ Հովաննեսի եւ Հակոբոսի, որ միշտ կրվի Հովաննես, Հակոբոս եւ այլն։ Անունները չկան, միայն կան 3 հոգի անուններ։ Ինչու արդյոք այս 3 հոգի անունները կան։ Ինչ կհիշեցնե ցեզի Պետրոսը, Թոմասը եւ Նաթանայելը։ Հովաննու ավետարանի մեջ առաջին գլխում մեջ կտեսնենք Նաթանայելը, որ գսե Անդրեասին, գսե արդյոք երբ իրենք Հիսուսը գուզեն ներկայացնել, Նաթանայել գսե արդյոք Նազարեթեն լավ բան գելլե։ Չհավատաց, թե Հիսուս Մեսիան է։ Հիսուս հայտնվեցավ եւ ինքը ասավ իսկապես դու Աստծո որդի ես։ Երկրորդ օրինակը մենք կտեսնենք Թոմասը։ Թոմասը միջև ես իմ մատս չտնեմ իր վերքերուն վրա, ես չեմ հավատար, որ ինք հարություն արավ։ Հիսուս հայտնվեցավ եւ Թոմասը ասավ իմ դերս եւ իմ Աստվածս։ Պետրոսը 3 անգամ ուրացավ։ Եվ հիմա այս պատմության մեջ, այս գլխում մեջ պիտի տեսնենք Պետրոսի վերականգնումը։ Մեկ խոսքով կարծեք Հիսուս կհայտնվի նաև այս 3-ին հաստատելով իր հարության զորությունը, հաստատելով իր խոսքին կատարելությունը եւ իր աստվածությունը։ Կարևոր էր այստեղ եւ Հովաննես Պարավիչը, որ այս 3 անունները նշած է եւ ոչ մյուսներուն։ Ուրեմն նայեցեք ինչ կբադայի համար 3-ի մեջ Սիմոն Պետրոս ըսավ այս 7-ը, ուրեմն 6 մնացած հավատաց աշակերտներուն, ես ցուկ որսալու գերտամ։ Ըսին անոնք մենք ալգուկանք քեզի հետ։ Նայեցեք Պետրոսի հոգեվիճակը եւ աշակերտներու հոգեվիճակը։ Գիշեք Հիսուսով իմ դեպս եկեք եւ ցեզի մարդու որսորդ պիտենեմ։ Գիշեք Հիսուս հարություն առնելեն հետո ասավ կացեք բոլոր աշխարհը վգայեցեք։ Եվ այստեղ թերիրենք այդ երկուքի մեջ են։ Դեռ չեն հասկացած ինչ եղավ։ Հասկացան որ Հիսուս հարություն արավ, բայց Հիսուսի հարությունը ինչ կապ ունի իրենց հետ։ Հիսուս Աստված է, Հիսուս հարություն արավ, պետք է հավատանք Հիսուսի անվանը, այո, բայց իրենց առաքելության մասին դեռ հստակություն չկա։ Շատ հավատացյալներ այսօր այս վիճակի մեջ են։ Կհավատան Հիսուսի, Հիսուս մերավ հարություն արավ, գբաշտեն, գերգրբակեն,
գսիրեն, գարտան խոսքը, բայց իրենք չեն գիտեր իրենց առաքելությունը ինչ է։ Միջ այդ Հիսուսը ասավ, մենք բոլորս ունենք առաքելություն։ Եվ նայեցեք Պետրոս կվերադառնա իր քիծած վարժված կորձին, ցուկ որսալու։ Կվերադառնա իր բնականին։ Սիրելի քույր եղբայրներ, եթե մենք մեր առաքելության մեջ կանգնած չենք կամ չենք կանգնիր, պիտի վերադառնանք մեր բնականին։ Պիտի ելնանք առաջվա պես, առաջվա մտահոգություններ, առաջվա հարցեր։ Հիսուսին չսավասավ յետևես եկեք։ Եվ թողեցին իրենք ամեն ինչ եւ կացին Հիսուսի յետևեն 3 տարի։ Հիմա այդ կվերադառնան իրենց բնական, կարծեք Հիսուս եկած չէր, կարծես իրենց կյանքը փոխված չէր, եւ այս կներկայացնեն այսօր մեր հավատացյալները, որոնք Հիսուսի հետ կսկսին ուրախությամբ, նորոգությամբ, ծառայելու կսկսին, բայց կամաց այդպես կաբրին, կորձով կսպաղվին, ընտանիքով, դրամով, առողջությամբ, եւ կարծեք Հիսուս չկա իրենց կյանքին մեջ։ Գմորնան իրենց առաքելությունը։ Գմորնան թե ինչու իրենց Հիսուս բրգեց, ինչու Հիսուս հարություն արավ, ինչու իրենց կանչեց։ Ինչ Հիսուս որոշեց իրենց կյանքին մեջ։ Ես ցուկ որսալու գերտամ։ Միշտ լալսին մենք ալու կանք։ Ինչ բնական բան, նորմալ բան իրենց համար։ Այդտեղ մեկը չծավ, գեցեք տեսնեմ։ Մենք գանքնենք տեսնենք ինչ պիտի լաս վիճակը։ Հիսուս հարություն արավ, մենք տեսանք Հիսուսի, շոշափեցինք Հիսուսի։ Ինչ ենք։ Ոչ մեկը չծավ, մենք ալ երթանք եւ ելան շուտ մնավը մտան։ Անշուշտ է այն գիշերը բամը չբռնեցին։ Նորմալ է։ Նորմալ է, որ Հիսուս հետ կգալես եւ դու կփորձես աշխարհային բաներն էլ դու հաջողություն չես գտնելու։ Եթե դու գուզես Հիսուս Քրիստոսի հետևիլ եւ քո կյանքդ հանձներես Հիսուս Քրիստոսի եւ աշխարհային բաներով կսպաղվիս եւ քո կյանքիդ նպատակը միան հաջողություն ունենալ, այս բանին հետևեն, այն բանին հետևեն վազելն է, չես հաջողվիր։ Այդ գիշեր ոչ մեկ բան չբռնեցին։ Արդուն Հիսուս ծովուն եզերքը գայներ էր, բայց աշակերտները չջանցան թե Հիսուսն է։ Ինչպես անցյալ անգամ ասինք, Հիսուս երբ Մարիամին տեսավ, Մարիամը չջանցավ, այստեղ աշակերտները չջանցան, արդյոք արևի խաղն էր, շուք էր եւ այլն, երեսը հստակ չէր, արդյոք ինքը չէին սпасեր իրեն եւ չջանցան, շատ մասնակիցները շատ բաներ գրնան ասել, բայց չեմ կարծել, որ Հիսուսի երեսը ուրիշ երես էր։ Հիսուսի մարմինը ուրիշ մարմին էր, ինքն էր։ Ինք փոխված չէր այդ առումով, որ ինքը իր երեսը ուրիշ թիմակ հակած չէր, ուրիշ մարդու պատկեր չուներ։ Ինչպես իսլամական գրոնքը գսե թե խաչին վրա ուրիշ մեկը նմանեցավ Հիսուսի եւ ինք մերավ եւ ոչ Հիսուս։ Այսպես մտքեր երբեմն գրնալ լալ շատերուն մոտ կա, ասելով Հիսուսի թեմքը փոխվեցավ, ոչ Հիսուսի թեմքը չփոխվեցավ, բարձրապես փառավորված էր եւ բարձրապես այդ ժամին այդ ծևով իրեն չէին սпасեր, որ Հիսուսն է։ Եվ Հիսուսը սավանոնց դղակ ուդելու բան ունիք։ Դղակ ուդելու բան ունիք, որ դղակ կսա այդ հունարեն բարին մեջ շատ գեղեցիկ է հորմը խոսքն է։ Ինչպես հայրը իր զավակներուն գտիմ է դղակ բարով, նույն բանը Հիսուս այստեղ կորցած է։ Իր հայրական, իր դերության, իր մեծության մեջ գսե ուդելու բան ունիք։ Այս նորմալ բաներ, երբ որ ցկնորսները նավ գբերեին ծովեզերք, այդտեղ մարդիկ միշտ կային սելով բամը ունիք ուդելու, որբեսի ցուգի համար էր խոսքը, որբեսի քնեին։ Ուրեմն այս Հիսուսը այս խոսքը այնքանալ այդ ռոբեի, այդ վարգյանի համար նորմալ խոսք էր եւ աշակերտները գսպասեին, որ ծովեզերքեն որևէ մեկը իրենց ասել բամը որսացիք, բամը գա գրնան քնել, գծախեք ունիք ցուկ ծախելու, այդ մտքով է, ուդելիք բամը ունիք, անշուշտ պատասխան դվին ոչ, և սավանոնց, ուրգանը նավին աչ կողմը ծկեցեք, ու բիդի կտնեք, ուրգանը նավուն աչ կողմը ծկեցեք, և բիդի կտնեք։ Հիսուսի աստվածություն ինչպես կտեսնենք, մեմը եվս, ամպոչ կիշերը բամը որսած չեն, ոչ մեկ ցկնորսություն եւ այդ վարյանին երբ Հիսուս կուքա այդ վարյանին եւ կխոսին իրար հետ Հիսուս կսե այդ վարյանն էդեցեք ուրգանը երբ ցկեցին գսե ցուգերու շադութենեն չէին գրնար զանիգա կաշել
այնադեն աշակերտը, որ Հիսուսի գսիրեր, ըսավ Պետրոսին, անիգա դերն է։ Հալելույա։ Ինչպես գիծան։ Հիշեցին այդ առաջին հրաշքը, ասոր մասին քիչ հետո պիտի խոսիմ։ Առաջին հրաշքը, որ կատարվեցավ Գալիլեայի մեջ։ Նույն տեղը, նույն հրաշքը կատարվի նույն ցևով։ Առաջին հրաշքին մեջ ինչ եղավ։ Ցուգեր որսացին նույն ցևով եւ Հիսուսով մի վախնակ ասկևերցես մարդու որսորդ պիտի անեմ։ Իմ ետևես եկեք։ Եվ իրենք ինչերին թողեցին ամեն ինչ եւ իր ետևեն կացին։ 3 տարի հետո Հիսուսի խաչելությունը, հարությունը եկավ Հիսուս նոր ուխտի մեջ, ինչպես քիչ առաջ ասի, 8-րդ հրաշքն է, նոր ուխտի մեջ նույն առաջին հրաշքը կգադարե իր աշակերտներուն հետ կապված, այս հրաշքի նպատակը առաքելությանը, աշակերտներուն առաքելությունը վերահաստատելն է։ Հիսուս այս հրաշքը գնե հաստատելու համար, թե իրենք առաքելություն ունին։ Իրենք այլևս ցուկ որսալու դեպի միջի վազեն, իրենք առաքելություն ունին, իրենք մարդու որսորդ պիտի լան։ Իրենք Հիսուս Քրիստոսի խոսքերը պիտի տարածեն։ Իրենք ամբողջ աշխարհը պիտի տան եւ Տիրոջ ավետարանը պիտի կարոզեն։ Այս հրաշքը հիմք գտնե, սիրելիներ, քրիստոնյային առաքելությանը։ Եվ այսօր մեր հավատացյալներուն մեջ կարծեք այս հրաշքը չկա։ Ամեն մարդ կմտածի իր լավության համար, իր հոգևոր օրտության համար, իր հոգևոր գիտության համար, Սուրբ Ոգի իլեցվելու համար, ինք լավ սկա, ինք լավ ապրի, ինք լավ լինի, բայց կմոռնան, թե Հիսուս հարուցյալ Քրիստոսը նորից նույն հրաշքը ըրավ, ըսելով կացեք եւ ավետարանը կարոզեցեք։ Գոչ աշակերտության, գոչ ավետարանչության, գոչ այս առաքելության, ով սիրելի հավատացյալ, եթե գլսես ինձ, գոչ քեզի, որ դու ավետարանիչները լաս, որ դուք ավետարանիչներ, ավետարանը քարոզողները լաք, աշակերտներ ընեք, Քրիստոսի ավետարանը փոխանցեք ձեր կյանքով, այո, բայց նաև ձեր խոսքերով, ձեր զոհաբերությամբ, եւ ոչ թե մտածել միայն այն բանի մասին, որ ամեն մարդ կմտածի, ուդել, խմել, ունենալ, հաջողել, լավ դեղ հասնել եւ այլն եւ այլն։ Եթե Հիսուսի հետևորդ ես, դու բոլորովին տարբեր անձնավորություն ես։ Եվ նայեցեք, անիգա դերն է գսես Սիմոն շատ շուտ, երբ լսես թե դերն է, վերարգուն վրան արավ, վասնզի մերգեր եւ ձովը նետվեցավ։ Երբ որ մերգեր գսե անշուշտ ոչ թե գադարյալ մերգության մասն է խոսքը, այլ աստեղ, քանի որ ցկնորսություն գնային, վերի մասը չգար։ Հակավ եւ գնաց Տիրոջը ձովը նետվեցավ, գսե այստեղ 100 մետր հեռավորությամբ։ Նայեցեք Պետրոսի սիրտը, որ ինք եւ այստեղ պիտի գարտանք ինչպես քիչ առաջ ասի, այնքան լեցված էր Հիսուսի հետ նորից նույն ցևով հարաբերության մեջ մտնելու ինչպես առաջ։ Իր սիրտը ծանր էր իր ուրացումով, ծանրացած էր իր սիրտը ուրացումով։ Այո, Հիսուս եկավ, խոսեցավ, անհատական հարաբերություն ունեցավ իր հետ, բայց բոլորին հետ Հիսուս եկավ, խոսեցավ, բայց ինք ուզեր Հիսուսի հետ դեմ արդեն։ Ինք ուզեր միակ Հիսուսի երթալ ցերկը բռնել։ Անորոման ամեն աշակերտներուն թողեց այդտեղ եւ գնաց նետվեցավ ջուրը, բարձրապես 1 վայրկյան առաջ հասնի դեր Հիսուսի երեսը տեսնե, քանի որ ինք պետք ուներ այդ Հիսուսի նայվածքը իր վրա, Հիսուսի սերը իր վրա, Հիսուսի ներումը, որ Հիսուս երբ որ հանդիպեցավ 2 անգամ աշակերտներուն, Հիսուս իր մասին բան չասավ, իրեն ուղագի բան չասավ։ Այսօր ինչպես Հիսուս անցյալ անգամ եկավ Թոմասին համար 8 օր հետո, նույն ցևով Հիսուս կվերադառնա Պետրոսի համար, վերագանքնելու համար Պետրոսին։ Եվ դերը նույն ցևով գուզե վերագանքնել ամեն մեկը, որ այսօր մեղքի մեջ ընկած են։ Եվ այսօր որ զղջումի մեջ են եւ դարաբին իրենց մեղքի պատճառով Հիսուս գա այդ մարդկանց ոտքի հանելու։ Եվ Պետրոս ամեն ինչ մեկ կողմ թողնելով, ցուգը, նավը, ընկերները, բարեկամը, նույնիսկ հելքը գործընծուց հակավ եւ նետվեցավ, մենք ընդհանրապես կհանվինք, որ նետվին ջուրի մեջ, բայց ինքը հակավ եւ նետվեցավ։ Բարձրապես 1 վայրկյան առաջ Հիսուսի քով հասնի։ 1 վայրկյան Հիսուսի ցերկը բռնե, 1 վայրկյան առաջ խոնարհի Տիրոջ առջև պետք ուներ Տիրոջը, պետք ուներ անհատական հարաբերությունը։ Սիրելի քուր եղբայրներ, միջև այնադեն անհատական հարաբերություն ունիս դեր Հիսուս Քրիստոսի հետ, քո ծառայությունը իմաստ չունի, քո հոգևորը լալ իմաստ չունի, քո եկեղեցի երթալը իմաստ չունի, քո ծառայությունները իմաստ չունեն, պետք է անհատականը լավ որ դու ազատագրվիս ամեն վիճակի հետ Հիսուս Քրիստոսի հետ միապանությամբ եւ այդպես կարողանաս ծառայել, նվիրվել, վազել իր համար։ Միշտ աշակերտները նավով եկան, վասնզի գսեց համակը հերու էր
հերու չէր այնքան միայն 200 գանքուն, ասել է 100 մետրի չափ։ Եվ ուրգանը ցուգերով քաշեցին։ Երբ ցամաք եկան, հոն վարված գրակ դեսան, որուն վրա ցուկ տրված եւ հաց։ Վարված գրակ ամբողջ սուպգիրքին մեջ կամ նոր գդագարանի մեջ այս արդահայտությունը վարված գրակ երկու դեղ գա։ Մեկը այստեղ, իսկ մյուսը գիտեք ուր։ Այդ Հիսուսի մատնված քիշերը, երբ այդ վարված գրակով Պետրոս գդակնար մյուս մարդկանց հետ։ Երկու տեղ գրված է վարված գրակ 18-րդ գլխում մեջ եւ այստեղ։ Ինչս էլ գուզենք, ինչս էլ գուզե ավետարանի չաստեղ մեզի, նույն բանը Հիսուս գուզե գամած հիշեցնել Պետրոսին, ես եկած եմ քեզի համար։ Վարված գրակը գհիշես, որ դու այդտեղ 3 անգամ ուրացար ինձ։ Գհիշես, որքան ուրացար ինձ 3 անգամ այդ վարված գրակը դակնալու ժամանակը։ Հիմա այդ վարված գրակինքով ես քեզ պիտի վերականգնեմ։ Եվ այդ վարված գրակը ոչ թե թադաբարդության գրակն է, այդ ներումի գրակն է, օրտնության գրակն է, միապանության գրակ է, քանի որ վարված գրակին վրա ցուկ կա եւ հաց կա, ուդել կա, հաղորդակցություն կա, շփում կա, որ դերը գուզե այսօր քեզի եւ ինձի։ Գրնալալ դու Պետրոսի նման մեղավոր ես, ինգեր ես, ուրացեր ես, սխալներ ես, այո, բայց այդ վարված գրակը պատրաստ է քեզի համար, որովհետեւ դերը հաղորդակցի քեզ հետ, որովհետեւ դերը քեզ դա ոչ թե թադաբարդության խոսք, այլ հաշտության, օրտնության, միապանության, վերագանքման, ներման։ Եվ այդտեղ ցուկ եւ հաց դերը եկած է քեզ գերագրելու իր շնորհքով, գերագրելու քեզ, եկած է քեզ դալու իր շնորհքը, իր մեծությունը, իր օրտնությունը։ Հալելույա, հալելույա։ Հիսուսը սավանոնց բերեք այդ ցուգերեն, որ դուք հիմա բռնեցիք։ Հիսուս գուզեր, որ այդ 8 հոգի էին, բոլոր միասին ուդեն։ Այդտեղ որ ցուկ կար, այն ցուգը բավարար չէր, որ արդեն Հիսուս կխորովեր, բավարար չէր։ Գուզեր որ միսերն ալպերեին, իրենք ալ մասնակցեին, կորձագիցը լային իրար հետ։ Գիտեք այստեղ Հիսուս ցույց կտա կորձակցությունը իր եւ աշակերտներուն այլևս այդպես պիտի լա։ Եվ սուպկի գսե եւ երբ որ Հիսուս համբարձավ, Սուրբ Օգին ղրգեց եւ Հիսուս իրենց հետ կկորձակցեր ամեն օր եւ հրաշքներ կկատարվեր։ Նույն բանը Հիսուս տրած է ցուգը հաղորդության, հաղորդակցության, միապանության եւ գսե դուք ալպերեք ձեր բաժինը միասին կորձենք, միասին աշխատենք, միասին այս առաքելությունը տանենք Քրիստոսի թագավորություն առաջ տանենք միջև ինք վերադառնա։ Դեստեք այստեղ ներում, շփում, միապանություն, այս է նպատակը, չմոռնաք, գրվեցավ սկիզբը գարտացինք եւ Հիսուս գուզեր ինքզինք հայտնել իր աշակերտներուն։ Նպատակը այդ էր։ Հալելույա։ Եվ անշուշտ Պետրոս վազելով նավը մտավ եւ ուրգանը ցամաք քաշեց 153 խոշոր ցուգերով լեցուն։ Թեև այնչափ շատ բան գար, բայց ուրգանը չբادرվեցավ։ Անշուշտ 153 այս ցուգի մասին շատ քրություններ կան։ Թե ինչ ասել է 153։ Առաջին երկրորդ դարենը սկսյալ մինչև այսօր քրությունները շատ են։ Եվ ոչ մեկը մեկուն չի բռնել։ Ես չեմ ուզել մտնել այդ բացատրություններու մեջ, քանի որ ոչ մեկ բացատրությունը չի գրնար ովևէ մեկ ճշգրիտ դեղեցություն տալ մեզ։ Բարձրապես այստեղ հետևյալ է միտքը։ Երբ որ Հիսուս կհրամայե եւ երբ որ դու առաքելության մեջ ես որսալու, ցկնորսություն ունելու, կամ այդ առաքելությունը որ ինք կուտա քեզ, որ այլևս մարդու որսորդ պիտենես, անպայման բդուղներ շատ պիտի ըլլան եւ հրաշքը պիտի ըլլա այնպես, որ ոչ մեկ բան պիտի չբادرդի։ 2000 տարի է ի վեր ամեն աշխարհ, ամբողջ աշխարհը կբادرազմի ճշմարիտ հավատացյալներու թեմ, Քրիստոսի հետևորդներու թեմ, ոչ բայց երբեք մեր ուրգանը չբادرդեցավ։ Ընդհակառակը ավելի շատ ցուգեր, ավելի շատ հոգիներ դշատնան այսօր այս աշխարհի մեջ, քանի որ աշակերտները ուրգանը կնետեն։ Եթե ուրգանը չնետես, ցուկ պիտի չտեսնես, բայց ուրգանը եթե նետես Հիսուսի հրամանին համաձայն, դու ցուկ պիտի տեսնես եւ այդ ցուկը բդուղներ պիտի բերե եւ դու ոչ մեկ ադեն պիտի չի թարամիս, ոչ մեկ ադեն պիտի չի գանկնիս, այլ միշտ ուրգանը պիտի մնա հաղթական։ Այս է միտքը, որ Հիսուս կսե, երբ մենք կորձակցենք իրար հետ, երբ մենք կհաշտվենք իրար հետ, կմիապանվենք իրար հետ, երբ դուք կտողնեք այդ աշխարհի մտահոգությունները կգաք իմ թագավորության հարաճացման համար, անժամանակ հրաշքներ պիտի կատարվի։ Տեսնեք այստեղ հրաշքները շատ են։ Ուրգանը ցկել մեկ հրաշք,
Հիսուս որ այդտեղ ցուկ ուներ եւ հաց ուներ, երկրորդ հրաշք, որ ինչպես եկավ այդ ցուկ եւ հացը այդտեղ, չեն գիտեր։ Քանի որ սկիզբը գսե հաց ունիկ, Հիսուս բամը չուներ այդ րոպեին։ Հետո մենք անգամ գտեսնենք ցուկ կա եւ հաց կա։ Աս երկրորդ հրաշքը։ 153 ցուկերը եւ ուրգանը չբադրդիլը, ասալ մույս հրաշքը։ Այս հրաշքի մեջ լեցուն հրաշքներ կան։ Բերեք կսե այդ ցուկերեն որ դուք բերիք, Պետրոս գնաց նավը բդավ եւ ցամաք քաշեց։ Հալելույա։ Եվ 12 համարն այցեք ինչ կսե։ Եկեք ջաշ ըրեք։ Եկեք ջաշենք միասին։ Եկեք ջաշենք միասին։ Իմ ցուգս եւ ծեր ցուգը միասին։ Եկեք ջաշենք միասին։ Բարաբի չէ որ Հիսուս կսե երբ մեկ հոգի գաբաշխարե այս աշխարհի մեջ երկնքի հրեշտակները ուրախության մեջ կմտնեն։ Երբ մեկ հոգի գբերես Տիրոջը դեր Հիսուս Քրիստոսի այդտեղ ուրախության ջաշ կա։ Այս ջաշը հաղորդակցության, ուրախության, որ կհիշեցնե նաև վերջին ջաշը, վերջին Հիսուս Քրիստոսի երբ ինք պիտի վերադառնա, հարսանյաց, հարսանիքը պիտի հիշե։ Եվ նաև այդ ջաշը կհիշեցնե վերջին երեկոյի ջաշը հաղորդությունը, որ Հիսուս կուտայր աշակերտներուն, միապանությունը։ Սիրելի քույր եղբայրներ, Տիրոջ նպատակը եւ 17-րդ գլխուն մեջ Հիսուս աղոթեց սրա համար։ Եվ այսօր այս կետի մեջ սատանան կքայքայե եկեղեցիները։ Եկեք ջաշ ուտենք միասին չգան։ Ջաշ ուտել անշուշտ սեղան նստելի համար չէ միան խոսքը, այլ միապանության, համերաշխության, քայլել Տիրոջ նպատակին մեջ նույն տեսիլք ունենալով իրար հետ քայլել, եկեք ջաշ ուտենք։ Քանի որ գուզեր Հիսուսին զինք հայտնել, աշակերտները կացել էին դեպի աշխարհ, աշխարհային բաներով սկսան մտածելու, եւ Հիսուս կսե եկեք բերեք ինձ ծեր ցուգերը, իմ ցուգս ծեր ցուգով խառնված, միասին ուտենք, միասին հաղորդակցվենք, միասին օրտնվենք։ Եվ մինչ իրենք ուտեն, քրված աշակերտները մեկնալ չեր համարցակեր անորացնել դունով ես։ Վասը գիտեին թե դերն է անշուշտ։ Եվ այնադեն Հիսուս եկավ ու հացը արավ եւ անոնց տվավ ինչպես ալ ցուգը։ Նայեցեք սեղանի հայրությունը գնե Հիսուս։ Հաղորդության այդ վերջին երեկոյի հաղորդությունը մեմիավս կգրտնե։ Այստեղ գտեսնենք միապանությունը, որ Հիսուս կուզե։ Այս երրորդ անգամ ներգսե որ Հիսուս իր աշակերտներուն երևցավ մերելներ հարություն առնել են հետո։ Հաղորդություն, հաղորդակցություն, միապանություն, շփում, վերականգնում, առաքելության վերադառնալ, նպատակ կա, հավատացյալը նպատակ ունի։ Եվ այդ նպատակը Հիսուս այստեղ իր աշակերտներուն հիշեցրեց, եւ այս հիշեցումը նաեւ գուքա քեզի եւ ինձի։ Եթե մենք իրական Հիսուս Քրիստոսի հետևորդ ենք, եթե իրական Հիսուսը սիրողներ ենք, եթե իսկապես մենք Հիսուսի աշակերտներ ենք, մենք առաքելություն ունենք։ Եվ այդ առաքելությունը ոչ մեկ քնով չձախես, ոչ մեկ քնով չմոռանաս, ոչ մեկ նպատակով ուրիշ տեղ չնայիս, քո առաքելության մեջ պիտի մտնես։ Իրեմ ինչ որ գսեմ շատերուն սրդին չի այսպես ծեր սրդին համացայն չէ։ Քանի որ մենք այնքան վարժված ենք հավատացյալ ըսել մենք մեզ եւ աշխարհի բաներով սպառվիլ եւ անհավատներու նմանիլ, որ երբ որ գսենք այստեղ սուբ գիրքը մեզ գսե առաքելություն ունիս, նպատակ ունիս, աշխատանք ունիս, դիմացը պատասխանը պիտի ըլլա ժամանակ չունիմ, չեմ կարող, այս խնդիրը գա, այն խնդիրը գա, այսպես բաներ եւ ափսոս։ Անորամար գսեմ շատերը կանչված են, քիչերը ընդրված, իսկապես ուշադիր եղիր, դու քեզ հավատացյալ ըսելով դու հավատացյալ չես։ Դու քեզ Հիսուսի հետևորդ ըսելով դու այնպես չես։ Քո կորձերը ցույց կտան դու ով ես։ Քո սրդի պապակը ցույց կտա դու ով ես։ Քո Հիսուսի հետ եւ իր ժողովրդին հետ շփումը ցույց կտա դու ով ես։ Մնացած բոլոր քո խոսքերդ իմաստ չունի։ Քանի որ դեր սողներ շատ պիտի լան, հավատացողներ շատ պիտի լան, երբ Հիսուս պիտի գա, բայց քո սրդի պապակը ուր է, քո կյանքի նպատակը ուր է, քո կյանքի դեսիլքը ուր է։ Այդ տեղեն պիտի երևնա դե դու ով ես իրական։ Ուրեմն երբ ջաշը վերջացուցին եւ գերան, նայեցեք Հիսուս նախ կգերագրե իր աշակերտներուն։ Ուրեմն Հիսուս Սիմոն Պետրոսին կգանչե եւ գսե Սիմոն Հովնանի որդին։ Այստեղ Հիսուս չսեր Սիմոն Պետրոս, չսեր Պետրոս, այդ անունը որ Հիսուս ինք տվավ, այլ գսե Սիմոն Հովնանի որդին։ Հիսուս տվավ Պետրոսի
այդ անունը Պետրոս ասելով այս քարի վրա, այս Պետրոսի վրա, այս հիմին վրա պիտի շնեմ իմ եկեղեցին։ Իբր առաքելության ծառայության անուն։ Բայց Պետրոս ինգած էր ծառայութենեն։ Պետրոս ինգած էր հարաբերութենը Հիսուսի հետ։ Պետրոս ինգած էր իր գոչումեն։ Պետրոս հիմա ամոթի մեջ էր, վախի մեջ էր, ցավի մեջ էր, թե ես ինչ էր Հիսուսի։ Անորամար եկավ ցուկ որսալու մորցած էր իր առաքելությունը։ Մորցած էր որ Հիսուսը ասած էր դու Պետրոս պիտի գոչվիս։ Մորցած էր։ Սիմոն Հովնանի որդի մեկ խոսքով դու քո սրդիտ մեջ ով ես։ Եվ Հիսուս այստեղ հարց կուտա Հիսուսի Սիմոնի սրդին։ Սիմոն Պետրոս, ավելի Սիմոն Հովնանի որդի, զիս ադոնցմե ավելի գսիրես։ Ադոնցմե ավելի։ Ինչու գսե անոնցմե ավելի։ Քանի որ Պետրոսը ասավ մի քանի գլուխներ առաջ։ Եթե այս բոլորը քեզ ուրանան, ես չեմ ուրանար, պատրաստ եմ մեռնելու քեզի հետ։ Եթե ասոնցմե բոլորը քեզ ուրանան, մեկ խոսով Հիսուս Պետրոսը ասել գուզե, եթե այս մարդիկ քեզ ուրանան, ես իրենց մե լավն եմ։ Ես իրենց մե լավն եմ, ես ավելի լավ հավատացյալ եմ։ Ինչպես այսօր շատ հավատացյալներ իրենց կհամեմեն ուրիշներուն հետ։ Այս քույրերը լավ չեն, այս եղբայրները լավ չեն, այսպես խոսեցան, այնպես խոսեցան, բայց իրենց մասին չեն խոսիր։ Բայց դու ինչ ես։ Եվ Պետրոս Հիսուս առաջին հարցումը, ասոնցմե ավելի գսիրես ինձ։ Փաստը դուր է, որ դու ասոնցմե ավելի լավ ես։ Դու որ գսես, սիր ես ասոնցմե ավելի լավ եմ, դուր է փաստը։ Դու ասոնցմե ավելի գսիրես։ Եվ անիգա պատասխան տվավ, այո դեր, դու գիտես թե քեզ գսիրեմ։ Այո Պետրոս գսիրեր։ Բայց Պետրոս իր սիրո չափը չէր գիտեր։ Եվ այստեղ կարևոր է, երբ որ Հիսուս հարց կուտա Պետրոսի, դու ասոնցմե ավելի գսիրես, այդ սիրել բառը հունարեն նվիրյալ սերն է, ագապե սերն է։ Եվ պատասխան կուտա Պետրոս, դու գիտես դեր, որ ես քո հանդեպ համագրություն ունիմ, ֆիլեո բառը գործած է։ Մենք հայերենով սիրել բառն է, բայց հունարենը ագապե եւ ֆիլեոն է այստեղ։ Պատասխան կուտա Պետրոս կսե դու գիտես որ ես քեզ գսիրեմ, բայց քո ըսածից սիրո չափ չէ։ Դու ագապե բառը գործածես դեր փաստը ցույց տվե որ ես այն չամալ ագապա քեզ չեմ սիրել։ Ագապեն ասել է իր անձը գնվիրվի դիմացինին սիրելու համար։ Եվ այս սերն է որ Սուրբ Գիրքը մեզ գուսե որ մենք սիրենք, սիրեցեք իրար գսե ագապե բառն է։ Եվ Պետրոս Հիսուսը գսե այո դեր դու գիտես որ գսիրեմ, դու գիտես որ ես քեզ հանդեպ քոնե համագրանք ունեմ։ Ես քեզ հանդեպ քոնե նվիրյալ ընկերային սեր ունեմ։ Մդերմիկ սեր ունեմ, բայց զոհվելու սերը չկա։ Փաստը ցույց տվեց, հիմա չեմ ուզեր սուտ խոսիլ, չեմ ուզեր առաջված սխալը ասել, բերանը սպանալ եւ ասել ես ամենից լավն եմ, չէ, դու արդեն դեսար ես ցավեցա այդ բանով, քանի որ ես ուրացա քեզ։ Եվ Հիսուսի պատասխանը ուրեմն արածե իմ քարներս։ Եթե գսիրես ինձ, իսկապես նույնիսկ քոսերը տեր այնտեղ հասած չեն, այցեք Հիսուս չի դատաբարդեր Պետրոսի այստեղ ասելով դու ես քեզի ուրիշ սեր կկարոզեմ, դու ինձ ուրիշ սեր կպատասխանես, ոչ։ Okay, եթե գսիրես, քո ըսած ծևովդ իմ քարներովս սպաղվիր, իմ եկեղեցիով սպաղվիր, իմ ժողովուրդով սպաղվիր։ Շատեր կան մեր մեջ կսեն, մենք կսիրենք Հիսուսի, բայց իրենք ոչ մեկ կապ չունին Տիրոջ մարմինի հետ, եկեղեցի միապանության հետ, եկեղեցի ծառայությունների հետ, եկեղեցի պաշտոնյաների հետ, ոչ մեկ կապ չունեն։ Հիսուսի խոսքը իմաստ չունի այդ մարդկանց համար այստեղ։ Եվ գսիրեմ այստեղ Հիսուս երբ եկավ Պետրոսի չսավ Սիմոն Հովնանի որդի գհավատաս ինձ, չէ, ասեց գսիրես ինձ։ Հավատ մասին չխոսեցավ, խոսեցավ սիրո մասին։ Պետրոս գհավատար Հիսուսի։ Պետրոս գիտեր Հիսուս ով էր։ Մեսիան էր, Աստծո որդին էր, ինքը հրճագեց այդ խոսքը։ Սուրբ ոգիով ներշնչված հրճագեց ինքը գիտեր ով էր Հիսուս։ Բայց սիրո խնդիր ուներ։ Նվիրյալ սիրո խնդիր ուներ։ Եվ մինչ այս բանը ցես գսեմ, գհիշեմ այդ հայրավոր հավատացյալները, որ գճանչնամ, նույն խնդիրի մեջ են։ Չեն այն չէ որ չեն հավատար Հիսուսի։ Գսիրեն, գհավատան, գծարայեն,
բայց նվիրյալ սեր չկա։ Հիսուսի համար զոհվել չկա, բայց իրենք կհավատան Հիսուսին, բայց զոհողություն չկա։ Մի խոսքով ագապեն չկա, իսկ ֆիլեոն այնքանալ չէ, քանի որ չեն սպաղվի դիրոջը ընտանիքի հետ։ Կտեսնեք ուր է մեր մեղքը, հավատացյալ ըսվածներու մեղքը ուր կգտնվի։ Նորեն երկրորդ անգամ Հիսուս եկավ եւ ասավ Սիմոն Հովնանի որդի, զիս կսիրես։ Այստեղ ալ գործած է նույն ագապե բառը։ Եվ Սիմոն գսե այո դեր դու գիտես թե քեզ գսիրեմ։ Դու գիտես թե ես քեզ հանդեպ համագրանք ունիմ, ֆիլեոն գործած է այստեղ պատասխանը։ Հիսուս ասավ արած է իմ ոչխարներս։ Նորեն արած է իմ ոչխարներս, երբ դու իմ ոչխարներով կսպաղվիս, ես անժամանակ կհասկանամ, որ դու կսիրես ինձ։ Երբ դու եկեղեցիով կսպաղվիս, սիրելիս, քո խմբագով, քո միապանությամբ, ուր որ ես քո դեղական եկեղեցիով երբ կսպաղվիս, երբ կնվիրվիս, երբ կքայլես քո դեղական եկեղեցի հարաճացման համար, այդտեղից կերևնա, որ դու կսիրես Հիսուսը։ Եթե ոչ, չգա ոչ մեկ բան։ Հավատք ունիս, այո, բայց չես սիրել Տիրոջը, սիրելու համար դու իր եկեղեցին պիտի նվիրվիս, պիտի արածես, պիտի ծառայես, պիտի հոգնիս, որբեսի Տիրոջ թագավորությունը երթա առաջ։ Այս միան Պետրոսի համար չսավ, այս ասավ նաև բոլոր անոնք, որոնք կսեն այսօր, ես կհավատամ Տիրոջ եւ ես կսիրեմ Հիսուսի։ Անոնց համար այս խոսքը։ Եթե դու վերստին ծնված ես եւ գեհդեվիս ինձ, այս խոսքը քեզ համար չէ։ Առաջին բանը կնա հաղորդակցվիր Տիրոջ հետ։ Գնա միապանվիր, գնա ներում խնդրե, գնա ստացիր Սուրբ Հոգիի ներումը, վերստին ծնունդը, Սուրբ Հոգիի ներկործությունը, ստացիր այս բոլորը եւ հետո սիրելու սկսիր Տիրոջը իր ժողովրդին մեջ իր դեղական եկեղեցին հարաճացման համար։ Այս է քրիստոնեական հավատքի կյանքը։ Մնացած բոլոր բաները, որ մենք կլսենք, կտեսնենք, ավելորդ բաներ են։ Ճշմարիտ այս է։ Հիսուսի հետ միապանություն, Սուրբ Հոգիով եւ այդ Սուրբ Հոգիով լեցված դեղական եկեղեցի մեջ սիրել Հիսուսը եւ իր ոչխարներուն, իր ժողովրդի մեջ ծառայել, գնալ, զոհվել, արածել, մի խոսքով ինչ որ դերը գտակես իր բարգևներով ի կորս տնել եղբայր քույրերու միապանության համար։ Այս է։ Հիսուս երկրորդ անգամ նույն բանը գսե Պետրոսին, ուրիշ բան չսեր։ Ըսավանոր երրորդ անգամ Սիմոն Հովնանի որդի զից կսիրես։ Եվ գիտեք Հիսուսի մա ինչ որ բառը գործած է։ Ֆիլեո բառը։ Քանի որ ես քեզ ագապե էսի եւ դու ինձ ֆիլեո պատասխանեցիր։ Հիմա ես քեզ ֆիլեոն կպատասխանեմ։ Քոնե դու ֆիլեո գսիրես ինձ։ Համագրանքդ իրական է։ Քո սերդ իրական է, թե խոսքով է։ Եվ գսե Պետրոս այստեղ դրտմեցավ, որ 3 անգամ իրեն ասավ զիս կսիրես եւ ասավ անոր դեր։ Դու ամեն բան գիտես, դու գիտես, թե ես քեզ գսիրեմ։ Հիսուս ասավ արած է իմ ոչխարներս։ Դու ամեն բան գիտես։ Այո, Պետրոս դրտմեցավ, քանի որ հասկացավ, որ դերը գհիշեցնե իրեն իր 3 անգամվա ուրանալը։ Եվ հիմա 3 անգամ կվերագանքնե իրեն նպատակ տալով։ Իրեն առաքելության մեջ գանքնեցնելով։ Իրեն չսեր ամոթ քեզ, ինչ ըսիր, ինչ ըրիր, դեսար ինչ դգար մարդես, ոչ։ Գսե բարձաբես արդեն Հիսուս դեսավ Պետրոսի ցավը այս շաբաթներու մեջ։ Թե ինչպես Պետրոս կդանչվեր, քանի որ գսիրեր Հիսուսի, բայց կդանչվեր, որ այնքան չէր սիրեր Հիսուսի։ Գահավատար Հիսուսի, բայց իր հավատքը զոհված սեր չէր, ինչպես այսօր մեծամասնությունը հավատացյալներու մեջ։ Եվ Հիսուս, երբ որ գվերագանքնե, գսե կնա եւ քո դեղդ մդիր։ Իմ ոչխարներուս, իմ ժողովրդիս մեջ կնա եւ ծառայե։ Սիրելի քույր եղբայրներ, եթե ցեզ մեկը ովև է մեկը իր դեղական եկեղեցիի մեջ խնդիրներ ունի եւ թողած գացած է ուրիշ տեղ եւ գամ դունը նստած, քո փրկությունը գուգա եւ դու գվերաթարնաս քո դեղական եկեղեցիի մեջ, ուր որ դու խնդիրներ ունեցել ես, որբեսի այդտեղ վերագանքնվիս։ Եվ այդտեղ, եթե իսկական Աստծո ժողովուրդ կա այնտեղ, եթե իսկական առաջնորդը, հոգևոր առաջնորդը Աստծո մարդն է, քեզ պիտի ընդունի քո մեղքդ ներելով, քո ներողությունը ընդունելով եւ քեզ վերագանքնելով իր ծառայության մեջ։ Ուրեմն, եթե գուզես վերագանքնվել, պիտի վերադառնաս քո դեղական եկեղեցին մեջ։
Շատերուն համար գխոսիմ այս, գիտեմ որ շատերը այս խնդիրներ են անցնիկ, զումային ինտերնետային հովիվներ գտնեք, անել բոլորը անաստվածություն է, անաստվածություն, ոչ քրիստոնեություն, զումային հովիվներ, զումային խմբակներ, որոնց ոչ գժանշնակ, ոչ գիտեք, սիրելի քույր եղբայրներ, դեղական եկեղեցիի մեջ դու պիտի մեծնաս այնտեղ է, եւ գսե Սուրբ Հոգին անորական չունի գլսե թե ինչ գսե հոգին եկեղեցիներուն գազմագերբված Քրիստոսի խոսքի վրա հիմնված անշուշտ որ եկեղեցի գսեմ բադի մասին չեմ խոսիր գխոսիմ այդ խմբակի մասին որ ավետարանի մեջ եւ դու այդտեղ եղած ես քո դեղական եկեղեցի մասին է խոսքը դերորդն է սորվեցնե մեզ ավետարանը լավ հասկանալ սորվեցնե մեզ որ ավետարանը չմեկնաբանել մեր նայվածքներով իշահ մեզ իշահ մեր խաղաղության իշահ մեր ուրախության ոչ ավետարանը մենք պետք է մեկնաբանենք իշահ Քրիստոսի կետրոնը Քրիստոսն է ամեն ինչ հիմնված է իր վրա իր խոսքի վրա իր ծառայության վրա իր առաքելության վրա իր սրդի եւ իր գամքի վրա անա մենք պիտի դառնանք դեպի Տիրոջ կամքը նայեցեք ինչ կսե արածեին ոչխարներս Պետրոսին գսե ճշմարիտ կսեմ քեզի թե երբ տուն բադանի էիր ինքն իր մեծ կոդի գաբեիր եւ գերտայր ուր որ ուզեիր բայց երբ ձերանաս ցերկերդ վեր պիտի բռնես եւ ուրիշը կոդիդ պիտի գաբե ու պիտի դանի ուր չես ուզեր այս բանը ըսավ ցուցնելով թե անիգա ինչ մահով պիտի փարավորե Աստված ու երբ ասիգա ըսավ սավանոր եկուր իմ յետևես Հիսուս չսեր Պետրոսին Պետրոս արածե իմ կարներս ամեն ինչ լավ պիտի լա Քո եկեղեցին քո ուզածը քեզ պիտի դասե քո սիրածը քեզ պիտի դան աշխարհը քո չորս կողմը պիտի դառնա դու հաջողակ պիտի լաս դու օրտնապեր պիտի լաս դու օձյալ պիտի լաս չէ գսե Աստված պիտի բարավորես ինչպես երբ պիտի գապվիս երբ պիտի հալածվիս երբ պիտի ձեձեն քեզ երբ քեզ պիտի դանին ուր որ դու չես ուզեր անշուշտ իր ձերության մասին գխոսի որ հիմա ազատ ես ուզեցիր ցուկ որսալ կացիր ցուկ որսալ ու Հիմա պիտի ծառայես ինձ ազատ ես ծառայելու, բայց օրեր պիտի կան, որ դու պիտի բռնվիս, պիտի ձեծվիս, պիտի գապվիս եւ այսպես պիտի փառավորես Աստված։ Միջ այդ այս բոլորը իմանալով եկուր իմ յետևես։ Դեստեք սիրելի քույր եղբայրներ գոչը որ Հիսուս կնե Հիսուս Պետրոսին։ Եկուր իմ յետևես, բայց քիծիր։ Տարաբանք եւ ցավ, անկարանք իրարանցում, հալածանք եւ նույնիսկ մահ պիտի ըլլա քեզ։ Բայց այսպես պիտի փառավորես դու Աստված եկուր իմ յետևես ուր են այդ հավատացյալները այսօր որոնք պատրաստ են քիչը նեղանալու Հիսուս Քրիստոսի ծառայելու համար ուր են անոնք որ մի քիչ կզոհվին Քրիստոսի ավետարանը դանելու համար ուր են ով են եւ այս է որ դերը մեզ կսորվեցնե եթե գուզես Աստված փառավորել դու պիտի զոհվիս որ ավետարանը երթա առաջ Պիտի նվիրվիս, անորմալ պիտի մոդենաս դիրոջը մեկ պիտի լաս իր հետ ջաշ պիտի դես քույր եղբայրներով միապանության մեջ պիտի լաս Եվ երբ որ ինաս պիտի վերագանքնեմ քեզ, այո պիտի վերագանքնեմ քեզ յետ վերադարձնելով քո դերը, քո ծառայությանը, որպես դու այդպես գնաս առաջ, այդպես պիտի գանքնվիս, այդպես պիտի մաքրվիս, այդպես պիտի զորանաս Անորմալ վերջին օրերը գսեն սուրբ գիրքը անփարդավանությունը, քորոզությունը, եսասիրությունը, անձնասիրությունը այնքան պիտի բարձրանա որ ամեն մարդ պիտի հերանա Տիրոջը խոսքեն ինչ որ հիմա գտեսնենք Բողոս կսե վերջին օրերը կսե ամեն մարդ ինքը իրենց հովիվներ պիտի դեղավորեն հովիվ պիտի պնդրեն իրենց ուզածը ասելու հիմա այդպես կլա մեկ հովիվին գթողենք ուրիշ հովիվը գերտանք որ մեզ գնտունի մեր ուզածը գսե մի խոսքով հովիվներ այսօր չագերտյալ հովիվներ լեցուն ամեն գոմ Կացեք ինտերնետային էջերը միշտ հովիվ գա ամեն գոմ մեր հայերուն մեջ առաջ միան ամերիկացիներն էին հիմա հայերուն մեջ լեցուն Ինքզինք հովիվը սողը գկարոզ է եւ մարդիկ որ Քրիստոսի խոսքեն դեղյակ չեն այդպես մարդկանց կհետևին Քանի որ իրենք գիտեն քանի ներողություն իրենք չեն գիտեր ճշմարտությունը եւ ինչ որ գսվի այդպես կհետևին Հիսուս կսե Պետրոսի իմ հետևից պիտի կաս գուզես վերագանքնեմ գնա քո դեղոտ գնա քո իմ ժողովրդից մեջ արածե իմ քարներս գնա ծառայե ինձ եւ այս միան հովիվի գոտ չի այս բոլորիս համար է Բայց քիծիր գսե իմ ծառայության մեջ երբ իմ յետևես պիտի կաս խնդիրներ շատ պիտի ունենաս եւ մեկ պատմությունը մեզ ցույց կտա որ Պետրոս խաչվեցավ գլուխնի վար Հիսուս Քրիստոսի ավետարանը քարոզելու համար Այս է ճշմարտությունը Կարդացեք նոր գդագարանը
Եվ եթե իմ ասածից հագարակ բան գտեսնեք, որ հավատացյալը պետք է միշտ լավը լա, հավատացյալը պետք է օրհնյալը լա, հավատացյալը պետք է ամեն ինչ լավ ունենա, պետք է հաջողակ լա, եթե այդպես բաներ կան, ինձ ասեք։ Նոր գդագարը մեզ բոլորովին դարբեր բան կսովեցնի։ Նեղե ճամփան ցավալի է, դարաբանքներ պիտի ունենաք, քաչասիրտ եղեք ես ձեզի հետ եմ, իմ խաղաղությունս ձեր մեջ, իմ ուրախությունս ձեր մեջ, դուք միապանված, դուք իրար սիրելով ամեն աշխարհը պիտի գիտնա, դուք մեկը լալով իմ հետ եւ իրար հետ դուք աշխարհը պիտի գիտնա, որ դու իմ աշակերտներս եք, դուք պիտի երթաք եւ պիտի ձեծվիք, բայց քանի որ ինձ ածեցին, ցեզալ պիտի ադեն, այս բոլորը Հիսուս կսե։ Բողոսի կյանքը նայեցեք, Պետրոսի կյանքը նայեցեք, առաքյալներուն կյանքը նայեցեք։ Եվ այսպես դերը գուզե փառավորվիլ, հոյագաբե գսե քեզ ինչ մահով դու պիտի փառավորես Աստված։ Մահով պիտի փառավորես Աստված։ Մեր գլխում մեջ չի կարող մտնել այս բանը, բայց այս է ճշմարտությունը։ Վերանայիր քո հավատքը, վերանայիր քո դաղական եկեղեցին, վերանայիր քո վերագանքնումը Հիսուս Քրիստոսի հետ, վերանայիր քո ծառայությունը, վերանայիր քո առաքելությունը, վերանայիր քո կյանքի նպատակը, վերանայիր քո դեսիլքը երկնային, վերանայիր մեկը լալու Հիսուս Քրիստոսի հետ։ Համար 29 ադեն Պետրոս Եդև դարձավ եւ տեսավ այն աշակերտը, որ Հիսուս կսիրեր, Հովհաննեսի մասին է խոսքը, որ Եդևեն գերտար, որ նաեւ այդ ընթրիկի ադենը անոր գուրցքին վրա ինգեր էր եւ գսեր դեր ով է այն որ քեզ պիտի մատնե, ուրեմն Հովհաննեսի մասին է խոսքը։ Պետրոս զանիգա տեսավ, տեսնելով Հիսուսին ասավ դեր, հաբա ասիգա ինչ պիտի ըլլա։ Հովհաննեսի մասին կմտահոգվի։ Ես պիտի մեռնիմ, քեզ զարայելով պիտի մեռնիմ, ես պիտի արածեմ քո ոչխարներդ, քո կարներդ, իմիջայլոց ասեմ, որ եկեղեցին Քրիստոսին կպատկանի, հովիվներուն չի պատկանիր, առաջնորդներուն չի պատկանիր, գաթողիկոսներուն չի պատկանիր, իմ կարներս, իմ ոչխարներս, որքան բարտականություն ունիք, ես իբր հոգևոր առաջնորդ, որքան պատասխանատվություն եւ բարտականություն ունիմ այս գործի մեջ, արածե իմ կարներս, քոնը չի։ Սիրելի հովիվներ, ձեր ժողովուրդներուն ուշադրություն արեք, ցեզի չեն պատկանիր։ Եկեղեցին քոնը չէ, Քրիստոսինն է։ Ուրեմն Պետրոս, երբ որ այս բանը հասկանա, գսե ես օքեյ պիտի մեռնիմ, պիտի չարչարվիմ, քո ծառայությունը պիտի անեմ դեր կյանքիս միջև վերջ, օքեյ հասկացա, բայց այս եղբայրս, սիրելի եղբայրս ինչ պիտի լա։ Եվ Հիսուս գսե, եթե ես ուզեմ, որ ադիգա գենա մինչև ես կամ, քու ինչ հոգը դե դուն իմ յետևես եկուր։ Վաու։ Դու ինչ հոգը դե այս մարդը ինչ կլա։ Դու իմ յետևես եկուր։ Եկեղեցիներուն 98% պրոբլեմները այսօր մեկը մյուսին հանդեպ ըսելիքներ ունեն։ Անշուշտ վատ բաներ ըսելիքներ։ Այս մարդը ասան գրավ ես այլևս եկեղեցի չեմ կար։ Այդ մարդը այնպես խոսեցավ ես այլևս եկեղեցի չեմ կար։ Այդ մարդը այդպես է, այս լավ եկեղեցի չէ։ Այդ մարդը անանգ է, դուն ով ես։ Դուն ով ես։ Հիսուս կսե, քու ինչ հոգդ։ Դուն յետևես եկուր։ Այդ մարդը իր Աստվածը ունի։ Աստված այդ մարդուն գհոգա, գսորվեցնե, գբաչի թե պետք է, գշտկե թե պետք է։ Դու ինչ հոգդ։ Դու ինձի իմ յետևես եկուր։ Անշուշտ այս խոսքը գսե ելավ եղբայրներու մեջ թե այն աշակերտը պիտի չմեռնի, սակայն Հիսուս չսավ անոր թե պիտի չմեռնի, հաբա եթե ես ուզեմ որ ադիգա գենա մինչև ես կամ քու ինչ հոգդ։ Մեկ խոսքով Հիսուսի խոսքը այստեղ փարացի չէր, որ մինչև ես կամ Հովհաննես պիտի մնա։ Ոչ։ Եթե նույնիսկ այդպես լա գսե, եթե նույնիսկ Հովհաննես 3000 տարի ապրի, քեզ ինչ։ Դուն հետևիր ինձ։ Հիսուս այստեղ չափազանցություն գնե։ Չափազանցություն գնե Պետրոսին հասկացնելու մեր համար որ դու մանրամասներում մի մտներդ իմ կորձն է։ Անշուշտ Հովհաննես ամենեն վերջինը եղավ մեռնողներեն։ Առաքյալներու մեռնողներն ամենեն վերջինն էր։ Հայտնության գիրքը իրեն երևցավ։ Մեկ ցևով Հովհաննես դեսիլքով դեսավ Հիսուսի կալը։ Եթե գնանք այսպես ասել ինչու՞ չէ, Հովհաննես դեսավ Հիսուսի կալը դեսիլքով եւ հայտնությունը մեզի փոխանցեց։ Բայց Հիսուս այստեղ չափազանցություն գնե։ Քեզ ինչ, եթե այդ մարդը իսկապես մարդասպան է, քո ավազակ է, օրինակ, քո եկեղեցի մարդկանց մասին կխոսեմ։ Քեզ ինչ, դու յետևիր Հիսուսի, դու արդար եղիր, դու մաքուր եղիր, դու ճշմարիտ եղիր, դու քո կիծածիդ մեջ հավատարիմ եղիր։ Դու մի շեղվիր։ Եթե այդ մարդը սխալ է, քեզ ինչ։ Այս կսե Հիսուս։ Հասկանաք խնդիրներ ուտեղ են գուքան։ Սուպկիր կարտացեք ժողովուրդ։
Ավետարանները կարդացեք, նոր գդակարանը, անդադար, մինչև վերջ, եւ ամեն վարքանս եք դեր խոսիր ինձ, որովհետեւ ես քայլեմ քո սուրբ ճանապարհներում մեջ։ Հալելույա։ Ասիկա այն աշակերտն է, որ գվգայե այս բաներուն համար, որ քրեց, այս բաներն ալ գիտենք, թե անոր վկայությունը ճշմարիտ է։ Ուրիշ շատ բաներ ալ կան, որոնք Հիսուս ըրավ, որոնք եթե մեկ գրված լային գարձեմ, թե աշխարհիս ալ բավական բիդի չլար, պարունակելու գրված գիրքերը։ Ամեն։ Շատ բաներ կա, որ մենք չենք գիտեր։ Հիսուսի այդ 3 տարվա գործունեությունը շատ բաներ կա, մենք չենք գիտեր։ Բայց ինչ որ գիտենք, մեր գիծածին մեջ հավատարիմ պետք է լինենք։ Ինձ չի հետաքրքրեր նոր քիրքեր, հայտնություններ, կամ բաներ, որ չգար, հիմա մեկը մեջտեղ հանե, չէ։ Ես կսեմ ամբողջ Աստվածաշունչը կսե բավարար է ինձ մաքրելու, սրբելու, շտկելու եւ ինձ գադարյալ մարտնելու, Աստծո խոսքին, Աստծո կորձին մեջ արտար գադարելու։ Ես բավարար, ինչպես երկրորդ Տիմոթեոս 3:16-ը գսեմ էսի։ Սիրելի քույր եղբայրներ, այսպես վերջացուցինք Հովաննու ավետարանի ընթերցումը միասին։ Ձեզ պիտի առաջարկեմ, որ մեմ եւս ամբողջ այս գլուխները, 21 գլուխը, մեմ եւս լսեցեք YouTube-ով, Խոսքը TV-ով, լսեցեք։ Եվ ամեն մեկ մանրամասնության մեջ լուրջ տարեք առաջ։ Փոխանցեցեք ուրիշներուն, սորվեցուցեք ուրիշներուն։ Աշակերտ եղեք, աշակերտություն ըրեք։ Քրիստոսն է, նպատակ ամեն ինչին։ Ինքն է գետրոնը։ Ես եմ։ Եվ Հիսուս կսե, անոր չի հավատար, որ ես եմ, պիտի մեռնի իր մեղքերու մեջ։ Անոր չընդունի, որ ես եմ այն եմ, ես եմ այն Աստվածը, որը ստեղծեցի երկինքն ու երկիրը, որ մարմինով հայտնվեցա ցեզ։ Ես եմ ճշմարտությունը, կյանքը, լույսը, թուրը։ Ես եմ հացը։ Այս բոլորն է Հիսուս, գետրոնը տրեք Հիսուսի վրա։ Դեսակ Հովաննու կրքին մեջ, ամեն մեկ գլխուն մեջ մենք Հիսուսի աստվածությունը կփաստվի տարբեր ցևերով։ Հովաննու գիրքը մեզ ցույց կտա Հիսուսի աստվածությունը մարդացած մարդու մեջ։ Եվ բանը Աստված էր, բանը Աստծո էր, բանը մարդ եղավ, եւ մենք տեսանք իր շնորհքը մեր աչքերով։ Տբանք, խոսեցանք, կերանք իր հետ։ Հալելույա։ Թող Տերը մեզ օրհնե եւ առաջնորդե։ Ձեզ բարի շարունակություն։ Մենք կշարունակենք մեր ընթացքը մեր եկող դարբեր սուրբ գրային սերտողություններով մեջ։ Դերը ձեզ օրհնե։ Ցտեսություն։